Վերջին տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Շպրոտը բոլորովին փոխել է իր ապրելակերպը, կյանքի ձևն ու կարելի է ասել մտածելակերպը։ Երգչուհին շատ հաճախ ինստագրամյան հարթակում անդրադառնում է հայ առաքելական եկեղեցու ուսմունքներին, ինչպես նաև բարձրացնում Հայաստանում տեղի ունեցող խնդիրները։ Երեկ երգչուհին անդրադարձել է մի հաղորդման, որին ինքը ևս տևական ժամանակ առաջ մասնակցել էր։ Բանն այն է, որ փոդքասթի հաղորդավարներն այս անգամ հյուրընկալել են մի հայուհու, ով մուսուլմանական դավանանքի է հարում։ Շպրոտին մեղմ ասած սա բարկացրել է։ Բանն այն է, որ սա դիտվում է որպես քարոզ։ Ըստ Շպրոտի, հաղորդավարները պետք է այս իրավիճակում հրավիրեին քրիստոնյա մարդու, քահանայի կամ եպիսկոպոսի, որպեսզի նա բարձրացներ հայ առաքելական եկեղեցու դերը հասարակության մեջ։ Շպրոտը նաև նշել է, որ ինքն ամաչում է, որ ինչ-որ ժամանակ հյուր է եղել այդ հաղորդմանը և հավանել է տղաների աշխատանքը։ Star News-ը առանձնացրել է երգչուհու խոսքը, ներկայացնելով ձեր ուշադրությանը։ Wisenet-ի տղաներին ու մոտ ես հյուր եմ եղել podcast-ի։ Տղաներ, ինձ թվում էր, որ դուք Հայաստանի համար եք, հայերի համար եք աշխատում եւ ոչ թե against։ Ես գիտեմ, որ ժուրնալիստիկան ամեն թեմա շոշափում է, դուք ինձ համար շատ լավ ժուրնալիստներ էիք եւ թվում էր, որ դուք աճում եք եւ այս վերջերս բավականին հետաքրքիր հյուրեր եք ունենում։ Եվ գիտեի, որ դուք դեմ էիք, երբ որ Միացյալ Նահանգներում դպրոցներում տրանսվեստիտներ էին գալիս եւ ինչ որ քրիստոնեական արժեքներ էիք ցույցադրում, որ ինձ ահավոր շատ դուր էր գալիս, ձեզ հանդիպել եմ, ձեր հետ խոսել եմ եւ տեսել եմ, որ դուք շատ սրտացավ եք։ Բայց այսօր ես տեսա, որ դուք այդ մուսուլման հայուհուն եք հրավիրել, շատ հպարտ Հայաստանում։ Հիմա գիտեմ, ասելու եք, որ ուղղակի բարձրաձայնում ենք, որ կան նման մարդիկ, հետաքրքիր է, թե ինքը ինչ գործունեություն է անում, բայց մենք բոլորս գիտենք ինքը ինչ է անում։ Բոլորը շատ լավ տեղյակ ենք այդ աղջիկը ինչ պրոպագանդա է անում մեր հայրենիքում եւ փորձում է ինչ անի տարածի մուսուլմանությունը մեր հայրենիքում։ Ինչ կարիք կար այդ անձնավորությանը հրավիրել ձեր հաղորդմանը։ Դուք կարիք ունեք դիտումների, հա, վյուերի կարիք ունեք, դրա համար եք իրան կանչել։ Ինչն է ձեզ դրթել, որ դուք այդ աղջկան հրավիրել եք։ Եթե դուք ուզում եք լավ հայերին, եթե դուք ուզում եք օգնեք մեր ժողովրդին, դուք կարող էիք ինտերվյու վերցնել ինչ որ մի քահանայից, ով որ կխոսեր առաքելական ուսմունքից, որի կարիք այսօր մենք այնքան շատ ունենք։ Մենք այսօր ավելի շատ կարիք ունենք քրիստոնեական ուսմունքի, քրիստոնեական գիտելիքների, քան ինչ որ մի մուսուլման աղջկան, ով որ նստելու է եւ քարոզի մուսուլմանությունը։ Իհարկե հարցերը դուք եք տալու, բայց ես մոտավորապես գիտեմ ինքը ինչ էրա ձեզ պատասխանելու։ Եվ այսօր կոմենտների մեջ կան մարդիկ, որ ասում են, որ ինքը հերոսուհի է, եւ այդ ասողների մեջ կան հայեր։ Ինչ կարիք կա իրան պլատֆորմ տալու, կարամ իմանամ։ Նամանավանդ այս ժամանակահատվածում, երբ որ իշխանությունը Wisenet ընկած է հայոց եկեղեցու, առաքելական եկեղեցու հետևից։ Երբ որ այսօր իշխանությունը բանտարկում է քահանաներին եւ եպիսկոպոսներին, փորձում է գցի եկեղեցու անունը, այսօր փոխանակ դուք որպես հայ, որպես հայեր, ովքեր շատ սիրում են հայերին եւ փորձում են օգնել հայերին, փոխանակ դուք այսօր թեմա պատրաստեք որպես ժուրնալիստ, եթե լավ ժուրնալիստ ես, դու կարաս թեմա պատրաստես, բարձր պահես եկեղեցու անունը, հա, որպես իսկական քրիստոնյա։ Դու կարայիր հրավիրեիր ընտիր մի հատ հոգևորականի, ով որ կխոսեր քրիստոնեությունից եւ կխոսեր մեր դարդերից, մեր խնդիրներից, որ այսօր կատարվում է մեր հայրենիքում։ Ոչ թե դու կբերես մի հատ մուսուլմանի կնստացնես եւ հարցազրույց կանես, մի հատ էլ կգովազդես դրան ու պլատֆորմ կտաս։ Ես այսօր ամաչում եմ, որ ես եկել եմ քո մոտ հյուր, որտեվ եթե այսօր քո մոտ կա նման աղջիկ հյուր, ես չպիտի լինեի քո հաղորդման մեջ հյուր, Wisenet։ Ամոթ ձեզ տղաներ, շատ ամոթ։ Բացարձակ հիմա չի ուզենա ձեր անունը նույնիսկ տայի, որ մարդիկ մի հատ չգնային ու չնը, որտեվ հիմա լիքը մարդ գնալու է նայի։ Ես ձեզ unfollow եմ անում եւ ես ձեզ էլ չեմ ուզում տեսնեմ։ Ես ամաչում եմ, որ ես ձեզ համարում էի լավ հայեր։ Ես չգիտեմ դուք ինչ պետք է անեք, որ նորից ձեր անունը վերադարձնեք։ Այն անունը, որ ես մտածում եի, որ դուք շատ հայասեր եք եւ սրտացավ հայեր եք։ Ես կարծում եմ, որ դուք պիտի ներողություն խնդրեք, մենակ նրա համար, որ դուք սրանից, մեր թշնամուց կապ չունի, որ ինքը հայ է։ Ինքը թշնամի է, իր ցանկությունները թշնամական են։ Ինքը թշնամու երկրից է, հա, սենց ասեմ։ Իրա նմանների իմ ազգին կոտորել են։ Հիմա ինձ ստեղ մառալ չքարոզեք մուսուլմանության մասին։
Դուք պիտի ներողություն խնդրեք ու բերեք ընենց հոգևորականի, ով որ քրիստոնեություն կքարոզի ձեր էջով։ Իդեպ, ես ձեզ մի անգամ նամակ էի գրել, որ դուք բարձրաձայնեք այն ինչ որ կատարվում է Հայաստանում, ինչ վերաբերվում է եկեղեցուն, դուք նույնիսկ չպատասխանեցինք իմ այդ նամակին։ Ատեղից իմ մոտ արդեն կասկածներ եկան, որ միգուցե դուք ուզում եք, որ մեր եկեղեցուն հետապնդում է, միգուցե ձեր դուրը գալիս է, որ այսօր քահանաներին քարկոծում են։ Միգուցե դուք այն հայերից եք, որ քահանաներին չի հարգում եւ չի սիրում։ Միգուցե դուք այն հայերից եք, որ Կիրակի օրերը պատարակի չեք գնում, միգուցե դուք աղանդավոր եք բողոքական, ես չգիտեի։ Wise-net-ի տղաներ։ Ժուրնալիստ եք, թեմա արեք հայոց եկեղեցու մասին, խաբարեք հայոց եկեղեցու պատմությանը, խաբարեք ընդհանրապես տեղյակ եք մեր հավատքից, Wise-net-ի տղաներ։ Երբևէ խոսել եք մեր քրիստոնեությունից եւ առաքելական եկեղեցուց, երբևէ հյուր ունեցել եք մեր եկեղեցուց, որ այսօր այդ մուսուլմանին եք բերել ձեր հաղորդմանը հյուր։ Գնացեք ապաշխարեք, որ ձեր երեխեքը անեծքի տակ չընկնեն։ Լուրջ եմ ասում, Wise-net-ի տղերք։ Գնացեք ապաշխարեք առաքելական եկեղեցի, ներողություն խնդրեք Աստծուց եւ անպայման նամանավան չգիտեմ հիմա Հայաստանում եք թե չէ, եւ անպայման քահանա բերեք թող խոսա։ Եվ խոսա մեր հավատքից։ Չեմ հասկանում, viewer-ի համար, դիտումների համար ամեն ինչի պատրաստ ես Wise-net։ Չգիտեմ ձեր անունը ճիշտ եմ ասում թե չէ, Wise-nuts-ա, Wise-net-ա, I don't know, Wise-nuts podcast, չգիտեմ։ Այն որ these nuts, ճիշտ եմ ասում, հա, այդ ձեր սլենգն է։ Մեկին կամեդինի տղան, որ կեսը մեքսիկա, կեսը հայ է, ում շատ սիրում եմ, Ջակ անունը, որ ծաղրում էր մեր եկեղեցին հարսանիքի ժամանակ, իրան գրեցի, խնդրեցի, ասի շատ եմ խնդրում, մի ծաղրի հարսանիք ինքը սուրբ արարողությունն է, մի արա պսակը մեր մշակույթի մեջ, միգուցե դու չես իմացել, որտեվ խառնուրդ է այդ տղեն, մարդը հարգանքով հանեց, դաժե խոսած դրա մասին։ Ես ուզում եմ հասկանամ Ամերիկային բնակվող հայ տղամարդիկ իրանց հավատք ու իրանց սրբությունները չեն կարում պահեն։ Հա, մենակ այդ խաչը, որ գցում եք գլխից չափ, էտա ձեր հավատքը, այդ ոսկուս բրիլյանտներով խաչն է ձեր հավատքը։ Ոնց եք պահում դուք ձեր սրբությունները։ Այսօր մեկը չհելավ խոսա, որ քահանաների հետևից են ընկե։ Եկեղեցու հետևից են ընկե։ Բոլորից սրտով է, որտեվ բոլորը տատում եք քահանաներին անամոթներ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Ատենց ամերիկացի եք, հա։ Ատենց բա սոլիդար եք մուսուլմանների։ Կոմենտներում էլ գրածա բա սոլիդար եղեք մուսուլմանների հանդեպ։ Մենք շատ սոլիդար ենք մուսուլմանների հանդեպ։ Մենք ավելի ենք սոլիդար, քան իրանք մեր հանդեպ։ 5 տարի առաջ, երբ որ մեզ մուսուլմանները մորթեցին, 100 տարի առաջ, երբ որ մեզ մուսուլմանները մորթեցին, մենք շատ սոլիդար ենք։ Ես համել ջղայնանում եմ այն հայերին, ովքեր ավելի շատ մտածում են Գազայի մասին, քան Հայաստանի մասին։ Ես էլ եմ շատ ցավում, որ Գազայում արաբ երեխեք են մեռնում եւ կանայք։ Ընդհանրապես չեմ ուզում ոչ մի հավատքի մարդ մահանա, հա։ Բայց բերել եւ պրոպագանդել մուսուլմանությունը, այն հավատքը, որ ինձ դարեր շարունակ մորթել է, մի տեսակ դուգայա տալի։ Մի տեսակ չի համընկնում իմ արժեքների հետ։ Wise-net։ Կոմենտների մեջ հայերը գրել են հետ սոլիդար չեք, նացիոնալիստ եք։ Հա, մենք նացիոնալիստ ենք։ Հարցեր կա, ինչի ենք նացիոնալիստ, փորձից ելնելով, մեռակ մեզ մորթելով։ Այս Wise-nuts-ը, ով որ չգիտի ասեմ, հա, Միացյալ Նահանգներում շատ հարգված podcast է, հայ տղաներ են եւ թվացial շատ հայասեր եւ հայապաշտպան փորձում են ինչ որ տենց մեր արժեքները առաջ տանեն ու շատ հետաքրքիր հյուրեր են ունենում, ամերիկացի լավ հյուրեր են ունենում, որ շատ հետաքրքիր է, ես էլ իրանց հյուրն եմ եղել։ Այսօր իրանք հենց գնացել են Հայաստան ու ասենք այն արաբ հայ աղջկան են կանչել, ով որ հերացել է քրիստոնեությունից, դավաճանել է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ընդունել է մուսուլմանություն հերիք չի ու պրոպագանդում է։ Ու ասենք ամբողջ մուսուլմանական աշխարհը իրան գովում է, ասում է ու ինչ լավ է, որ դու Քրիստոսին թողել ես, եկել ես մեր ասենք մուսուլմանությունն ես ընդունել։ Ու այսօր Wise-net-ը գնացել է սրան է ինտերվյուի կա։ Ուրիշ մարդ չկար Wise-net-ի համար, բռնե սրան է կանչել, որ մի քիչ view ունենա։ Երևի ռեյտինգը ընկել է, չգիտեմ։